Նորմալ մարդկային, դուք տեսել եք, որ մենք հայոյ ենք իրենց։ Դա էլ է։ Նորմալ մարդկային, դուք տեսել եք, որ մենք հայոյ ենք իրենց։ Դա էլ է, բանը, հարաբերություն պահելու նորմալ ձև, չէ։ Տեսել եք, որ մենք դա իրենց խնդիրն է, այ իրենց հարցրեք։ Ինձ հարցրեցիք, ես պատասխանեցի, հետ հարաբերություն պահելու նորմալ տարբերակ է, չէ։ Ու առաջի օրը, եթե հիշում եք, որ կներեք, որ ես նստած եմ ոտքս ցավում է, էլի։ Բանը, հələ ավարտեմ, էլի, ավարտեմ։ Հա։ Այն ամոթքերս խառնեց, մեկը ջղայնացրեց մեր եղբորը։ Ես նորմալ հարաբերությունները բոլորի հետ եմ պահում։ Մեր գաղափարախոսությունը, եթե նկատել եք, դուք հասկացել եք ինչի վրա է խարսխված, միասնության վրա։ Պետք է բաժանեն, որ տիրեն, մենք բաժանվել ենք, որպեսզի մեզ տիրեն։ Հələ ավարտեմ, էլի։ Նարեկի ասածը, Սամվելի խոսքը։ Հիմա ալարում ես լսես, թե արդեն չպատասխանեք։ Նարեկի խոսքը, Սամվելի խոսքը, խորքու միշտ է։ Խորքու միշտ է։ Մեր միասնությունը, այո։ Առանց դրան, ոչ Սամվելը կարա անի, ոչ էլ Հիսուս Քրիստոսը պետք կարա անի։ Այսինքն, վերուստ եկած ուժերն էլ չեն կարող անել, մենք պետք է միավորվենք, մենք ոչ թե պետք է հատենք ԿՊ-ին, վերենք ռեալ դաշտ, մենք մի ժողովուրդ ենք, դուք պատկերացնում եք, ես բզկտում ես, ամեն ինչը ինչի է վերելու, դրա համար խնդրեմ, և պատերազմ, և հաջորդ պատերազմ, չեմ ուզում կրկնեմ, հետևանքները դա են լինելու։ Մենք ինչի ենք ասում, որ մենք ուզում ենք, մենք ինչ ենք ուզում։ Լավ ամեն ինչ եղբայրս ունի, փառք Աստծո ես ես ով չեմ, իմ համեստ հնարավորություններով սաղ կյանքս իմ տունը պահել եմ, չէ։ Ինչն է խնդիրը, լավ փորձեք ինքնուրույն մտածել։ Պաշտոն ամենաբարձր պաշտոնից ես թողեք գնացել եմ։ Ամենաբարձր, որ սաղ երկրի անցուդարձը մոտավորապես իմ կողքով անցել է։ Ինչու եք թողել։ Ավարտը մի րոպե, թողեք գնացել եմ, չէ, որովհետև համաձայն չեմ եղել, իսկ կառավարությունը, որը տնտեսական ծրագիրն է իրականացնում, այդ կառավարության ղեկավարը բառս տղեկ կթողեք խոսեմ, բառս բուն իմաստով չվիրավորեմ էլ իրեն, բայց ամենաթույլ ձևով վիրավորեմ Բոսյակի մեկն էր։ Ոչ մի օրենսդրական փաթեթ կամ օրենսդրական նախաձեռնություն միտված չէր տնտեսության զարգացմանը։ Ազնիվ ասեմ, առաջի անգամ եմ ասում, և բոլորն էլ գիտեն, ես ֆիզիկապես Իրան ատում էի։ Ում մասին եք խոսում։ Այդ թվերը, որ հանեք ասեք, կիմանաք։ Ես ստիպված հոգնել էի, թողեցի գնացի։ Պարզ է։ Հետո ես չեմ պայքարել, որ իշխանություն ունենամ։ Ես իմ վարկագծով, իմ դառը քրտինքով հասել եմ այդտեղ։ Ու ուշադիր լսեք։ Ես 2008 թվականին եմ եղել որևէ կուսակցության անդամ։ Կարող են խնդրեք թույլ տամ, որ խոսեմ էլ։ 2008-ից եմ եղել որևէ կուսակցության անդամ։ 2005-ից 2009 թվականներին ես ընդդիմություն եմ եղել ՀՀՇ-ի ժամանակ։ 5 հոգի կգնաք բյուջեի քվեարկությունը կբացեք կնայեք 95-ի բյուջեի ես դեմ եմ քվեարկել տվյալ իշխանության դեմ։ Եվ գիտես ինչքան մինչև ինձ հալածել էին, ինձ գիտեք ով է փրկել։ Գարեգին առաջինն է փրկել, որ ինձ չհալածել։ Ովքեր էին հալածել։ Հաշն։ Դրանից հետո էլի փորձել եմ։ Ինչպես էին հալածում։
Հալածանքը։ Լավ մեկ բառով ասեմ, ես ընտրվել էի, ասում էին մինչև վերջը չգրես, բանը մանդատը չէինք տալու։ Առաջի գրողներից մեծամասնական հանրակարգով ես եմ եղել։ Պարոն Կարապետյան, հիմա ձեզ Լավ, իշխանությունը մի րոպե մի խանգարեք էլի, ես մարդկանց հարցերը հետո կտեկվեմ։ Ես այդ բանը խոսելու շփվելու մշակույթը ունեմ, սիրելիս։ Ձեր անունը ո՞նց է։ Շողիկ ջան։ Չէի ուզում խոսեի, բայց ընդհանրապես որոշ բաներ ասացի։ Հալածվելը այնչի, որ ես ինձ մուչինիգի տեղ եմ դնում, յանի ինձ սպանեցին, ինձ կերան։ Այդպես չի։ Ես սկզբունք եմ ունեցել, որ չեմ ուզեցել մտնել, միգուցե լավ կուսակցություն ա եղել, իսկ հիմա սաղ փախան դրաճատերը Նիկոլի հետ են, հələ նայեք, ազգային ժողովի տեղակալով ա, ում ճուտնա, ում փողերով ա սովորել բան հարդ երկրում։ Հələ մի հատ հիշեք, էլի։ Անունը չեմ ուզում տամ, դու գնացեք, կարդացեք իմանաք։ ՀՇ-ի ճտերն են, սաղ սրանք ՀՇ-ի ճտերն են։